Շարադրությունների համահայաստանյան մրցույթի մասնակից հայ դպրոցականները գրել են, թե ով է իրենց համար իսկական հերոսը և ումից են իրենք ոգեշնչվում։ Նախաձեռնությունն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, մի անգամ դպրոցում 2, վերջին պահապանը ֆիլմի շրջանակում։ Իմ հերոսը աշխատավորներն են, ովքեր որ իրենց ամբողջ ուժն ու եռանդը ներդնում են իրենց գործի մեջ։ Ես փորձել եմ ամբողջ միտքը ներդնել այս թղթի վրա, թեկուզ ու ներկայացնել, որ պետք է կարևորել իրենց։ Ես գրել եմ հաշվանդամի մասին, որը իր մեջ վերհավաքեց եւ կարողացավ բռնել բոլոր գնդակները հարվածից։ Մենք ընկերները պայմանավորվել ենք, որ նրա դարպասին ցածր եւ ուղիղ չհարվածենք, որպեսզի նա կարողանա բռնել։ Գրել եմ ինձ շատ հարազատ մի մարդու մասին, որ պատերազմը խլել է ինձնից։ Եղել եմ ընջախախի վարպետ Հովհաննես Հաջինյանը, ինձ մի հրաշալի երեկո, երբ որ ես փոքր էի, սովորեցրեց կառուցել մի թվացial պատ ընջախախի արվեստի մեջ եւ այդ թվացial պատը կարծես բաժանեց մեզ եւ մնաց մեր միջև ամբողջ կյանքի կտրվածքով։ Մրցույթն անցկացվել է 2 փուլով՝ դպրոցական և հանրապետական։ Մասնակցել են հանրապետության դպրոցների 4-ից 12-րդ դասարանների աշակերտները։ Հանրապետական փուլում ստացվել է շուրջ 700 շարադրություն, յուրաքանչյուր կրթօջախից 2 աշխատանք։ Ընտրվել է լավագույն 4-ը։ Շատ հուզիչ պատմություններ էին, շատ հետաքրքիր պատմություններ էին ու իսկապես շատ դժվար էր ընտրելը, կոլեգիալ շատ երկար քննարկումների արդյունքում նոր կարողացանք առանձնացնել այդ 4 լավագույններին, կարծում եմ չենք սխալվել մեր։ Մրցույթի ժյուրին ընտրությունը կատարել է հաշվի առնելով աշակերտների մտքի թռիչքն ու երևակայությունը։ Շարադրությունների բովանդակությունից նաև երևում է, թե ինչ են մտածում պատանիները իրենց շրջապատում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ։ Զարմանում ես, թե այդ տարիքում երեխաները ինչպես են մտածում ու շատ ուրախանում ես, որովհետև քեզ թվում է, թե ամեն ինչ արդեն այդպես փոխվել է, այդքան էլ երեխաները չեն հետաքրքրվում, ինչ է իրենց շուրջ կատարվում, բայց հաստորեն պարզվում է, որ նույնիսկ շատ ու շատ չափահասներից ու մեծերից խորն են մտածում ու հեռատես են։ Ես կոնկրետ չուզեցա ներկայացնել թե ով է իմ հերոսը, շարադրության մեջ ես ներկայացրել եմ, որ հերոս կարող է լինել ոչ միայն անձը, այլև լավ գործը, լավ կենտանին։ Շարադրությունների մրցույթը միտված է խթանելու դպրոցականների ստեղծագործական հմտությունները։ Հաղթողները հնարավորություն կունենան անվճար դիտելու մի անգամ դպրոցում 2, վերջին պահապանը ֆիլմը, իսկ մինչև այդ ստանում են մրցույթի մասնակցության հավաստագրեր։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։